Ինչ ա եղել։ Արի միտեղ նստենք խոսենք, էլի հանգիստ, սենց հարմար չի։ Աբալես։ Պապ, Ադելը, պապ։ Ինչ ա եղել։ Ինչ ես լացում։ Հով ինչ են ասում։ Չգիտեմ, լիz տարել եմ ներս ու վերջ։ Ուր ա եղել, ինչ ա եղել։ Չգիտեմ Արսեն։ Բժիշկը ասեց անգիտակից բերել են հիվանդանոց։ Բայց ինչ ա եղել, ոնց ա եղել, ոչ մի բան չեմ հասկանում։ Գործի չէր։ Որտեղից ա եկել։ Չգիտեմ։ Դուրս ա եկել գործի տեղից։ Գնացել ա ինչ-որ տեղ, ուր ա գնացել, ինչի համար ա գնացել։ Բան չեմ հասկանում։ Այդ ամեն ինչը կճշտենք, կիմանանք։ Հիմա կարևորը հասկանանք ինչ են ասում։ Վիկեն ջան, խնդրում եմ, գոնե դու մի բան արա։ Ախր մեզ բան չեն ասում։ Ես իրանց մոտ չուզեցի ասեմ, բայց խոսել եմ բժշկի հետ։ Ու։ Ադելը շատ լուրջ խնդիր ունի, բապ։ Ողնաշարի կոտրված կա ու շատ վատ տեղ է։ Ճիշտ է, հիմա գիտակցության եկել է, բայց չգիտեմ, Արսենի հետ պիտի խոսենք, ես հաստատ չեմ կարող։ Էլի չեմ ասել։ Ադել, բժիշկները գալիս գնում, ոչ մի բան չեն ասում, Լիզ։ Որտեղ է տա ցավում Ադել։ Ոչ մի տեղս, ոչ մի բան չեմ զգում, Լիզա, չեմ կարողանում շարժվել։ Ցավազրկողներ են ներարկել, դրա համար երևի ոչ մի բան չես զգում։ Ես հետդ եմ մի անհանգստացի։ Մաման պապան են այստեղ, Հովոն էլ է եկել։ Ամեն ինչ լավ է լինելու։ Վնասումը տեսնում եմ։ Վերջնական մանրակրկիտ զննումից հետո նոր արդեն կասեմ կոտրված կա թե ոչ։ Դեռ պետք է սպասենք։ Ախր ինչի սպասենք ու ինչքան։ Հասկանում եք, Տիկին ջան, տվյալ հատվածը, որ վնասված է, պատասխանատու է օրգանիզմի ամբողջ շարժունակության ֆունկցիայի վրա, առավել ևս վերջույթների։ Ու
Աղջիկը դեռ ոտքերը չի զգում։ Դեռ այսքան։ Ես չեմ հասկանում, ախր ոչ չի քայլելու։ Չի ասել չի քայլելու, ասելա դեռ, չի ասել միշտ։ Բժիշկը ասեց, եթե դրական դինամիկա չլինի, ասեց, որ սայլակը առնենք, ոչ թե վարձենք, որովհետև շատ է պետք գալու։ Դուք իմ գլխի տակ փափուկ բարձ մի դրեք։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Մենակ չեմ հասկանում, իմ երեխեն ինչ գործուններ է շենքում։ Դե կիմանանք, կհասկանանք։ Ասել եմ արդեն զբաղվում են այդ հարցով։ Բացի դրանից էլ Ադելի հետ կխոսենք ավելի մանրամասն կպատմի։ Ես գնամ մոտները լինեմ։ Խոսա, գոնե մի բան ասա։ Ինչ անի, ինչ ասի։ Ոնց որ դու, ոնց որ ես ընենց էլ ինքը։ Հիմա սպասում ենք բժիշկները մի բան ասեն, որ հասկանանք ինչ ենք անում։ Այդքան մի ասա, այդքան մի մեղադրի։ Տիկեն, ես չեմ հավատում, որ այս լուսավոր դարում մի լուծում չի գտնվելու։ Իմ երեխան չի քայլելու։ Մենք տունը կորցնում ենք, փողոցում ենք հայտնվելու, իսկ դու ասում ես մի մեղադրի։ Չեմ կարող թաքցնել, դեպքը ծանր է։ Եվ աղջկան բուժելու համար պետք է տեղափոխել արտասահման։ Կա հնարավորություն, ես կարող եմ հենց հիմա կապնվել համապատասխան կլինիկայի հետ և ուղարկել թղթերը։ Ինչ գումարի մասին է խոսքը բժիշկ։ Չեմ կարող ասել։ Մոտավոր ասեք 10,000, 20,000, ինչքան է։ Ճշգրիտ չեմ կարող ասել, բայց 100,000-ից ավել։ Դոլար։ Հելենայի ոնց է, հանգիստ իր համար պարկ է։ Ոչ է մեր նման առավոտից ոտի վրա են։ Ինչ անեմ քո համար։ Մեզ մենակ թողեք երեխեք ջան։ Ոնց ես բալես։ Եթե ասեք, որ մի քիչ էլ պիտի պարկյամ, շատ վատ կլինամ։ Պապա, ախր դու ինձ գիտես, չէ՞։ Ես ծննդատնից հետո այսքան անշարժ պարկած չկամ։ Էլ չեմ դիմանում։ Պետք է սովորես գոնե որոշ ժամանակ։ Հետո կտեսնենք։ Ինձ մի բան ասա։ Շատ կարևոր է որ ասես։ Ադել, ոնց է եղել։ Ուր էր գնացել։ Մի երեխա եկավ մեր մոտ դեղատուն։ Փոքր երեխա էր։ Ուժեղ դեղեր առավ, իմ համար կասկածելի էր։ Հետևից գնացի, այնտեղ ինչ-որ կռիվեր ինձ հրեցին, գցեցին։ Հաստատ։ Այսինքն։ Քեզ չեն կանչել ոչ միտեղ։ Դու ես գնացել։ Կարող է երեխան ասել, որ հետը գնաս։ Չէ, պապա, ասում եմ, ես եմ գնացել։ Դու խնդրում եմ էլի ինձ ասա, երբ կարամ նստեմ կամ ինչ երբ են դուրս գրելու, էլ չեմ դիմանում։ Քեզ շուտ է պակինում, սիրունս։ Ինչ է կատարվում ընդհանրապես։ Ինչ պետք է կատարվի։
Երիք չի ես։ Բայց քեզ նման չես։ Դու լսում ես քեզ։ Ուզում ես իմ նման լինեմ։ Այսօրն անցավ։ Մնաց 2 օր որ տնից դուրս գանք։ Երեխես ստեղ պարկած է։ Ասում են կամ չի քայլելու կամ պետքա տանեմ երկրից։ Իսկ այդ երկրից տանելու փողը մի բնակարանի փող է։ Հիմա ո՞նց ես ուզում ես իմ նման լինեմ։ Լսի, ես քեզ մանկապարտեզից եմ ճանաչում։ Շատ լավ եմ ճանաչում։ Դու մինչև Ադելի դեպքն էլ շատ տարօրինակ էիր ու շատ խառն ես ընդհանրապես։ Բանկից տունդ վերցնում են, ասում ես գլխից սարքում են։ Հետո թողնում ես գնում։ Հետո եկել ես երեխուն ինչ որ հարցա քննում ես, հասկանաս դա հատուկ են արել, հատուկ չեն արել։ Ինչ է եղել։ Խոսա հասկանամ։ Դու ում ես կասկածում, որ կարող է տունը վերցնելու հարցին նպաստել են, կամ որ հիմա էլ երեխով են վախացնում։ Խոսա։ Խոսա։ Ոչ մեկին, ուղղակի ուզում էի իմանալ ինչ ա եղել։ Լուրջ։ Իսկականից քեզ թվում է ես բան չեմ հասկանում։ Դու խնդրեմ ունես ու չես ասում, չես խոսում, որ հասկանամ։ Ինչա մտածում ես, որ ոստիկանեն պետք չի ասել, դու ինքդ քեզանով ուզում ես այդ հարցը լուծել, էլի, հա։ Քեզ չի սազում, որ ոստիկանությամբ այդ հարցը լուծվի։ Դու ես այդ շարքին պատկանում։ Ես ոչ մի շարքի չեմ պատկանում։ Ոչինչ բան չի եղել։ Ես հիմա պետքա փող գտնեմ։ Հասկացանք։ Հասկացանք։ Ես էլ մի քիչ փող ունեմ, իրար վրա կդնենք, կհավաքենք, կտանք, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Ոնց է։ Դու ինչ ես անում այստեղ։ Ինչ ես անում այստեղ հարց եմ տալիս։